Մենք այնպիսի անպագորգոր երազանքներ եւ ցանկություններ ենք ունենում հակառակ սեռի հանդեպ, կոնֆլիկտների պատճառով բաժանությունները լինում են շատ։ Մի փոքր ավել, մի փոքր պակաս։ Դա լինում է անշուշտ, բայց ինչ որ մեկի համար այդ գեղեցիկը տգեղ է, ինչ որ մեկի համար այդ տգեղը գեղեցիկ է, դա այն զույգը, որին դու ընտրել ես, ինքնահաստատման համար չէ։ Այդ այնց մանրուքների պատճառով է, որ մենք ուշադրություն չենք դարձնում եւ ապագայում ունենում ենք շատ խնդիրներ մեր ընտրության հետ։ Ողջույն, ես Նաիրա Մովսիսյանն եմ եւ ես եկել եմ քեզ ասելու, որ ժամանակն է ընտրություն կատարելու։ Համենայն դեպս ընտրություն կատարելու քեզ համար ճիշտ, որովհետեւ մենք շատ դեպքերում չնայելով թե ինքներս ինչ քայլեր ունենք եւ ինչ կենսագրություն ունենք եւ ինչպես ենք մենք մեզ դրսեւորում հասարակության մեջ եւ երբ որ մենակ ենք մնում, մենք այնպիսի անպագորգոր երազանքներ եւ ցանկություններ ենք ունենում հակառակ սեռի հանդեպ, որ նույնիսկ մեր զարմանքն է գալիս։ Այդ իսկ պատճառով ժամանակն է եկել թուղթուգրիչը վերցնելու եւ գրելու, կետավորելու եւ տոկոսային հարաբերակցություններ բերելով հասկանալու թե ինչ արժանինքներ ունենք մենք, որպեսզի մեր կողակիցը լինի այնպիսին, ինչպիսին մենք գրեթե երազում ենք կամ ուզում։ Շատ քիչ տոկոսայնությունը, երբ որ չհամապատասխանող զույգը ոչ թե արտաքին տեսքով, այլ թե ապրելակերպի, թե միջավայրերի տարբերությամբ հանդիպում են միմյանց, որովհետև ի վերջո շատ դեպքերում կոնֆլիկտների պատճառով բաժանությունները լինում են շատ։ Որպեսզի զերծ մնանք նմանատիպ բաժանումներից, ես ձեզ առաջարկում եմ թեստավորել ինքներս մեզ, գրել առաջին կետով, թե ինչ եմ ես մտածում, ինչպիսին եմ ես ուզում տեսնել ինձ իմ կողակցի կողքին, ինչ ունեմ ես նրան տալու եւ առհասարակ ինչ քայլեր եմ արել ես իմ կյանքում եւ ինչի եմ հասել, արդյոք ունեմ մի սեփական կատու, որպեսզի ուզեմ, որ կողակիցս ունենա միլիարդներ կամ միլիոններ։ Հավատացնում եմ ձեզ, որ զույգերը հանդիպում են իրար գրեթե նույն գրպանի պարունակությամբ, մի փոքր ավել, մի փոքր պակաս։ Երբ որ դու ապրում ես շատ ինչպես ասեմ, որ չնեղացնեմ մարդկանց, բայց գրեթե մոտ աղքատությանը, դու շատ տարիներ պետք է չարչարվես ինքնակրթության, ինքնասովորության եւ դրսեւորման վրա, որպեսզի հանդիպես այնպիսի մեկին, ով որ ունի վիլաններ, դղյակներ եւ պատրաստ է քեզ թագուհուպես պահել։ Դա լինում է անշուշտ, բայց տոկոսային հարաբերությունները, ինչպես ասեցի, հարաբերակցությունը լինում է շատ քիչ։ Հաղորդաշարերը նկարահանվում են Գարիկի մոտ հանգստյան տներում։ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Գարիկի մոտ։ Հարմարավետ հանգիստ նախատեսված մինչև 20 հոգու համար։ Դրախտային միջավայր լճի ափին, բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջակուզիներ, հարմարավետ ննջասենյակներ, ընդարձակ հյուրասենյակներ եւ խաղային գոտի հատուկ երեխաների համար։ Ստուգեք առաջիկա հասանելի օրերը այցելելով 3w.garikimot.com, ամրագրեք տեղերը նախապես 5 աստղանի առանձնատներից որևիցե մեկում եւ դարձրեք ամառային օրերը անգերազանցելի։ Գարիկի մոտ, տապից պաշտպանվելու լավագույն լուծումը։ Հետևաբար եւ բնականաբար արի սթափ լինենք, որովհետեւ վստահ եմ, որ այն վիդեոները, որ դու նայել ես իմ բիզնես ֆորմատին վերաբերող, ինչ որ մի քայլեր արդեն սկսել ես անել քո բարելավման համար, կյանքի կենսակերպը լավացնելու համար։ Հետևաբար հիմա արդեն ժամանակն է, որպեսզի կողակցին ընտրելուց եւս դա հաշվի առնես, որովհետեւ ոչ մեկի համար պարտավոր չէ, բացի պատասխանատվությունը, որն էլ արդեն սեփական անձի ընտրությունից է գալիս։ Մենք հավասարազոր կարող ենք գտնել մեր կողակցին եւ չունենալ բաժանում, բայց երբ որ մի փոքր տատանումներ են լինում, ապա այդտեղ գալիս է արդեն շատ կոնֆլիկտների թեմաներ եւ ավելի խորքային են լինում եւ քննարկելն անգամ դառնում է տհաճ։ Այդ ժամանակ մենք դիմում ենք օգնության մեր ընկերներին, բարեկամներին, ծնողներին, եղբայրներին կամ քույրերին։ Այն դեպքում, երբ որ մենք ճիշտ ընտրություն ենք անում, երբ մենք կարողանում ենք հստակ կողմնորոշվել, թե ինչ շերտից ենք մեր ընտրությունն անում, մենք քննարկում ենք արդեն բոլոր թեմաները եւ խնդիրները եւ լուծում տալիս մեր կողակցի հետ։ Իսկ դու չգիտես ինչի ֆիլմեր նայելով, մուլտֆիլմեր նայելով, հեքիաթներին հավատալով, ձգտում ես մի վերին գաղափարների։ Այո, վերին գաղափարները վերին գաղափարների համար են։ Այո, աղքատը աղքատի համար է, հարուստը հարուստի համար է։ Գեղեցիկը գեղեցիկի համար է, տգեղը տգեղի։
Հիմա վստահ եմ նայելուց պիտի ասեք, նես քիչ է լինում մեկը գեղեցիկ է, մեկը տգեղ։ Իսկ ես չասեցի արտաքին թե ներքին, եւ առհասարակ տգեղ եւ գեղեցիկ մարդիկ որպես այդպեսին գոյություն չունեն, որովհետեւ ամեն մեկը ունի իրեն համապատասխանող զույգ։ Ինչ որ մեկի համար այդ գեղեցիկը տգեղ է, ինչ որ մեկի համար այդ տգեղը գեղեցիկ է, երբևէ մենք երրորդ որպես անձիկ իրավունք չունենք քննարկելու եւ քննադատելու մարդու ընտրությունը։ Մանավանդ որ մենք զգում ենք, թե ինչքան երջանկության էմոցիաներ եւ էներգիաներ են գալիս տվյալ զույգերից։ Զույգը որպես այդպիսի կարողանում է հաղթահարել բարդույթներ, երբ որ ներաշխարհը համընկնում է։ Վստահ եմ շատ-շատերի ծնողները կամ պապիկ-տատիկները կամ նույնիսկ դուք սկսել եք մինուսից ձեր զույգի հետ միասին։ Դա ինչից է գալիս, որ անախորժություններ տեղի չեն ունեցել եւ համերաշխորեն սոված մինուսից հասել եք մինչեւ միլիոնների։ Դրանից է գալիս, որ ձեր ներաշխարհը եւ ձեր ապրելակերպը եւ ձեր ցանկությունները համարժեք են եղել մեկը մյուսին եւ համազոր քայլերով գնացել եք առաջ։ Դա ամենակարևորն է։ Ինքնահաստատման ժամանակը չէ։ Կարելի է ինքնահաստատվել նոր շրջապատներում, կարելի է ինքնահաստատվել գործի մեջ, կարելի է ինքնահաստատվել ինքներս մեր աչքերում, բայց այն զույգը, որին դու ընտրել ես, ինքնահաստատման համար չէ, այլ այն քայլերիդ համար է, որ քեզ եւ դու իրեն երջանկություն պարգևեք։ Հետևաբար միֆեր հորինելու փոխարեն մի մոռացիր այն գրածը, որը որ քիչ առաջ ասեցի։ Կետավորել քանի տոկոսով ես նվիրված դու տեսակով, քանի տոկոսով է քո կրթությունը, մինչև 100 սանդղակը կամ 10 սանդղակը դու ես որոշողը, ինչ ֆինանսական հնարավորություն ունես դու, ինչպիսի ծնողներ են, ինչ կրթություն են տվել, ինչ դաստիարակության տեր անձնավորություն ես դու, դա շատ կարևոր է, որովհետև շատ դեպքերում ընտրում են ծնողները կամ կարծիք են հայտնում բարեկամները, որ քո կողքինը պետք է լինի պրոֆեսոր, որովհետև դու պրոֆեսոր ես։ Չկա նման բան, գոյություն անգամ չի կարող ունենալ, որովհետև երբ որ ներաշխարհները համապատասխանում են, այդ ժամանակ արդեն մասնագիտության ընտրությունը կարող է տարբեր լինել։ Լեվելը կրթության նույնն է, բայց տեսակները տարբեր են։ Այո, լինում են բարդույթներ այն ժամանակ, երբ որ ինչ-որ մեկը, օրինակը կրթությանը բերեցի, տենց էլ շարունակեմ, ինչ-որ մեկը թերի կրթություն ունի, մեկը ունի բարձրագույն կրթություն, կոնֆլիկտները շատանում են, այն ժամանակ, երբ որ առաջ է գալիս շրջապատի հետ շփում, առաջ է գալիս երեխաների դաստիարակության քայլեր, մանավանդ որ 90%-ը կինն է զբաղվում երեխաների դաստիարակությամբ եւ կրթությամբ։ Հաղորդման գործընկերն է Maison Vemian բրենդը։ Այդտեղ կարող եք տեսնել խնդիրներ, սակայն իդեպ հենց տոր հիշեցի, որ ես նաև ունեմ մի հաղորդում, որը որ կնոջ իմաստության մասին է, այդ հաղորդումը անպայման կնայեք, որովհետև եթե կինը մի փոքր իմաստուն է լինում, կրթությունը մի կողմ դրած, ինքը իմաստության եւ խորամանկության շնորհիվ կարողանում է բալանսավորել ընտանեկան իրավիճակը եւ զուգընկերոջը ընտրել եւ նրան արդեն ստեղծել իր երջանկությունը եւ ապագան, որպեսզի չլինի կոնֆլիկտային։ Հետևաբար, խնդրում եմ, որպեսզի դու սթափ գիտակցես, թե ինչին եւ ում ես դու արժանի։ Շատ դեպքերում վերամբարձ մենք մեզ դնում ենք արքայադստեր կամ արքայազնի տեղը եւ սպասում ենք երբ է գալու սպիտակ ձին։ Բայց դու ոչինչ դրա համար չես արել։ Կարող է քո սանդղակի համար դու այո համարվում ես արքայադուստր կամ թագուհի, բայց այն սանդղակները, որոնք դու երազում ես, անհասանելի չեն, պարզապես դրա համար տաժանակիր աշխատանք է պետք, թե կրթական ոլորտում, թե ընտանեկան ոլորտում, թե շրջապատը փոխելու ոլորտում։ Իսկ ես որպես մարդ, որ ընկերասեր է, չեմ պատրաստվում ընկերներից փոխարինել հանուն սանդղակ ինչ-որ փոխելու, որ ունենամ երջանիկ կյանք, որովհետև եթե դու հաստատուն եւ կայուն ես այլևս, պետք է ընտրես հենց նույն կարգավիճակի մարդու, որ հետը գնալուց եմ, որ ասում գնացի հետը գետինը մտա, գնացի հետը ամաչեցի, մարդը գոնե ռեստորանում պիտի սպասքից օգտվել իմանա, մինիմալ տարական ցանկություն եւ ինչ-որ միտեղ էլ էթիկայի կանոնները իմանալը ամոթ չէ։
Այդտենց մանրուքների պատճառով է, որ մենք ուշադրություն չենք դարձնում եւ ապագայում ունենում ենք շատ խնդիրներ մեր ընտրության հետ։ Եվ հետո էլ սկսում ենք մեղադրել, թե մենք ինչու ենք սխալվել։ Այո, սխալը մարդու համար է, ասել եմ եւ ասելու եմ։ Եվ այո, մենք մի 3 անգամ իրավունք ունենք նույն թեմաների շուրջ, կապ չունի առօրյայի անձնական է, ընտանեկան կյանքում սխալվելու, բայց դրանից ավել արդեն դեբիլություն կլինի։ Եվ այսպես ես ուզում եմ, որպեսզի դու հավասարը հավասարին, նավը ինչպես է ջրի վրա բալանսավորված, այդպես բալանսավորված կարողանաս ինքդ քեզ առանց խաբելու քո ընտրությունը ճիշտ կատարես։ Հաղորդաշարերը նկարահանվում են Գարիկի մոտ հանգստյան տներում։ Հաղորդման գործընկերն է Maison Vemian բրենդը։